Այսօրվա գործող իշխանությունը Հայաստանում վեճ չի առաջացնում աշխարհում, որ երբ ասում են դա արևմտամետ իշխանություն է։ Վեճ չկա այս հարցում, բոլորն ասում են այո։ Հիմա այս իշխանությունը 2018-19 թվականներից սկսած քայլ առ քայլ տանում է քաղաքականություն, որը կոչվում է դիվերսիֆիկացիա արտաքին քաղաքականության, բայց փաստորեն տանում է Ռուսաստանից աստիճանաբար հեռանալու, Ռուսաստանից դիստանցիա պահելու եւ այդ վակուումները ուրիշների երկրների հետ հարաբերություններով լցնելու քաղաքականություն։ Համաձայնվելով գլոբալ գնահատականի հետ միջազգային հարաբերությունների, այո, հին հարաբերությունները քանդվում են եւ քանդվում են շատ արագ։ Ուժի քաղաքականությունը սկսում է հատուկ իմաստ ստանալ, իսկ ուժ իրավունք ունեն գործադրելու միայն գերտերությունները իրանց գյուրա չափով։ Ամերիկացիները բոլորից շատ, ռուսները, չինացիները, միգուցե էլի երևի աշխարհում 1-2 Եվրամիություն հնդկաստան, միգուցե չէ։ Բայց այս իրավիճակում նոր մեր անվտանգության փնտրտուքի տեսլականում մենք թույլ ենք տվել իմ գնահատմամբ ստրատեգիական սխալներ։ Ինչ նկատի ունեմ ես։ Երբ որ մենք ասում ենք Ռուսաստանի հետ մենք դաշնակիցներ ենք, դա գրված է բոլոր գործող փաստաթղթերով, բայց այս որ երրորդ տարին է, դուք լսել եք, որ երբևէ հայկական լրատվամիջոցներով ասեն մեր դաշնակից Ռուսաստանը։ Դա բան չի եղել։ Այո, ձեր թույլտվությամբ մի անգամ երեք Ալենն է ասել, Ալեն Սիմոնյանն է ասել, եւ մի անգամ էլ ուրեմն հունիս ամսին Հայաստանի վարչապետն է ասել Մոսկվայում, այն բանից հետո եւ նրանց ռուս կոնտրպարտները երկու անգամ մի ելույթի մեջ օգտագործել են դաշնակից տերմինը։ Իսկ մեր որպես գործառույթ լայնորեն խրախուսվում է այլ տերմինի մեջտեղ գալ, որ մեր օրերին ավելի հասանելի է։ Եթե արևմուտքը ուրեմն որոշել է Ռուսաստանին դուրս մղի հարավային Կովկասից եւ մասնավորապես Հայաստանից, ուրեմն նոր տերմինաբանություն է ստեղծված, որը կոչվում է ռազմավարական գործընկերություն։ Հայաստանը ունի ռազմավարական գործընկերային համաձայնագրեր Բրյուսելի հետ, Միացյալ Նահանգների հետ, Չինաստանի հետ, Իրանի հետ, Ղազախստանի հետ։ Հիմա երեք Լավրովը ասում էր հայերն են դաշնակիցն են եւ անմիջապես ավելացնում է մեր ռազմավարական գործընկերը, որտեղ հասկանում է, որ Ղազախստանը Հայաստանի դաշնակիցն է ՕԴԿԲ-ի գծով, դաշնակիցն է ԵԱՏՄ-ի գծով, դաշնակիցն է բարեկամն է ԱՊՀ-ի գծով, բայց բռնում պայմանագիրը առանձին ստորագրում ռազմավարական գործընկերության մասին, որը հարաբերությունների ամենաբարձր մակարդակը ձևակերպում եւ սա նույնպես իրողություն է։ Հիմա ինչ անել այս պայմաններում։ Ես կարծում եմ, որ այս ընտրություններից հետո ժողովրդական քվե ստացած իշխանությունը պետք է լուրջ գույքագրի իր հարաբերությունները ժամանակակից աշխարհում։ Քվե ունեցող, վստահություն ունեցող իշխանությունը առաջին հերթին պետք է գնա Մոսկվա ու ռուսներին հասնի։ Դուք ուզում եք, որ մեր հարաբերությունները այս բարդ իրավիճակում շարունակվեն դիտվել իբրև դաշնակցային։ Ուզում եմ հիշեցնել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո պրոբլեմ եղավ մեր հարաբերություններում, հայտնի չեմ ուզում կրկնեմ։ 2023 թվականին Արցախահայության տեղահանումից եւ բռնագաղթից հետո այդ հարաբերությունները շատ ճարպկորեն օգտագործվեցին արևմտյան գործընկերների կողմից եւ մեր հարաբերություններում Ռուսաստանի դեսպան Կապիրկինի հմուտ ձևակերպմամբ պաուզա գոյացավ, որովհետեւ մինչեւ 2024 թվականի ամառը եւ սկսեց քայլ առ քայլ հաղթահարվել դրանից հետո։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ասում է, որ մեր հարաբերությունները նոր հաշվարկի սկիզբ ունեն, սկսվում են 23 թվականի վերջից եւ եթե այդ մենք նոր ձևի ենք հաշվում նոր հարաբերությունները, լավ է դրանք առաջ են գնացել։ Բայց չէ որ մենք շատ լավ մենք մոնիտորինգ ենք անում մեր կազմակերպությունը թուրքական եւ ադրբեջանական մամուլի հետեւողականորեն տարվում է քարոզչական գիծ, որ Ռուսաստանը արդեն թույլատրել է, նրան հաշվի առնելու չի, Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը պետք է միավորվեն
որպեսզի կարողանան բոլորը միասին իրենց սուվերենությունը պաշտպանել, անկախությունը պաշտպանել, ինքնիշխանությունը զարգացնել եւ դրա համար պետք է Ռուսաստանից հեռու մնալ։ Այս քարոզչությունը 2018-19 թվականներին ես ասթերթում հետևողական հոդվածների մի շարք եմ գրել, որտեղ ասել եմ Աստված չանի մեզ բերեն մեր արած քայլերի, ուրիշների արած քայլերի, արդյունքում բերեն մի վիճակի, երբ որ Թուրքիա ու Ադրբեջանցիները մեզ միայնակ կթողնեն։ Իմ ամենավատ, ցավալի կանխատեսումները ցավոք իրականացել են։ Մեզ թողել են միայնակ մեր բառապաշարի մեջ որոշակի փոփոխություններ մտցնելով։ Ինչա պետք անել։ Ընտրություններից հետո պետք կլինի, որ մենք շարունակենք մեծացնել մեր գործընկերների, ռազմավարական գործընկերների թիվը։ Ես կարծում եմ, որ ամենահարմար մեր գործընկերները անվտանգության պաշտպանության ասպարեզում հյուսիս-հարավ առանցքի երկրներն են, Ռուսաստանը եւ Իրանը։ Բայց ես ոչ թե դեմ եմ, այլ ես կոպիտ սխալ եմ համարում խանգարելը, որպեսզի գործարկվի միջին միջանցքը եւ արևմուտք տրանսպորտային միջանցքը շարունակի լիարժեք գործել։ Առանց այդ միջանցքի ստեղծման ու գործարկման մեր անվտանգության կառույցը լինելու է վնասվող, զգայուն։ Եվ որպեսզի այս զգայուն չլինի, այդ միջանցքը պետք է գործի ոչ թե հակառակ հյուսիս-հարավ միջանցքի, այլ լրացնելով հյուսիս-հարավ միջանցքը եւ երկու ձևի տրամաբանություն կա։ Հարավային Կովկաս Ռուսաստանի հետ, թող լինի 3+3 ֆորմատով։ Եթե այսօր ռուսներին հարմար է, իրանք Ուկրաինայում պրոբլեմ ունեն, մինչև այդ Ուկրաինայի պրոբլեմը վերջացնելը, ուրեմն թող այս վիճակով յոլատ անեն։ Միև մյուս տարբերակն է Հարավային Կովկասը առանց Ռուսաստանի։ Սա այն տարբերակն է, որը տանում է Իրանի ապակայունացման, սա այն տարբերակն է, որ տանում է Թուրքիայի եւ Ադրբեջանի միանշանակ ուժեղացման։ Ես ավելի հեռու դատողություններ չեմ ուզում անեմ, բայց որտեղ Հայաստանի սուբյեկտայնությունը շատ սիմվոլիկ է եւ շատ թղթի վրա նկարած, որպեսզի այդ սուբյեկտայնության հաստատման ճանապարհին մենք քայլեր անենք, Հայաստանը ինչպես եւ այստեղ հնչած ցանկացած ուրիշ գաղափարի պայմաններով մեզ պետք են արդար նորմալ ընտրություններ եւ պետք է պատասխանատու իշխանություն, որին ժողովուրդը պատվիրակի ստեղծելու անվտանգ Հայաստանի նոր կոնստրուկտը։ Շատ շնորհակալ եմ։